Բարև ձեզ հարգելի հայրենակիցներ, ես Մարատ Հակոբյանն եմ Կիևից։ Այսօր Ուկրաինա-Ռուսաստանի լայնածավալ ներխուժման 1225-րդ օրն է, ինչ ռազմաճակատի եւ այլ քաղաքական թեմաներին անցնել է, կուզեի կարճ անդրադառնալ ռուս-ադրբեջանական այս սրմանը, այսպես ասենք։ Ռուսաստանում սկսվել են ադրբեջանական համայնքների հանդեպ հետապնդումները եւ անվտանգության ուժերը գործում են հատկապես կոշտ, որոշ լրատվամիջոցներ այս վերաբերմունքը պարզապես ջարդեր են անվանում։ Նախորդ օրը Ռուսաստանի անվտանգության ուժերը մի շարք դաժան ձերբակալություններ են իրականացրել երկրում ադրբեջանական համայնքի ազդեցիկ ներկայացուցիչների նկատմամբ։ Եկատերինբուրգում եւ Վորոնեժում վերջին 24 ժամվա ընթացքում ձերբակալվել են մի քանի ազդեցիկ ադրբեջանական համայնքի ներկայացուցիչներ, այսպիսով իրավիճակը լարվում է։ Եկատերինբուրգում ձերբակալվել է Ուրալի ադրբեջանական համայնքի ղեկավար Շահին Շիխլինսկին, նրա հետ ձերբակալվել են եւս երկու մարդ, այդ թվում նրա որդին փաստաբան Մուտվալա Շիխլինսկին։ Բնականաբար մեզ հետաքրքրում են մեր հայրենակիցները, բայց ոչ թե Մարգարիտա Սիմոնյանի նմանները, ովքեր իրենք են հրահրում ազգամիջյան ատելություն, այլ նորմալ մարդիկ, ովքեր հիմնականում չեն աջակցում Պուտինի ռեժիմին, պարզապես ճակատագրի բերումով ապրում են Ռուսաստանում։ Վերլուծենք, թե ինչ վտանգ է սպառնում հայերին։ Պուտինին նման հակամարտությունը պետք է ուշադրություն շեղելու համար Ուկրաինայում իր զորքերի խայտարակությունից, ինչպես նաև սոցիալական լարվածությունից, տարիֆներից, տնտեսական ճգնաժամից եւ աշխատավարձի պարտքերից շեղելու համար։ Սկզբունքորեն այն ամենը, ինչի մասին ես ամիսներ շարունակ զգուշացնում էի, սկսել է տեղի ունենալ այն տեսքով, որը մենք հիմա տեսնում ենք Telegram ալիքներում կամ որոշ հեռուստաալիքներում, ինչպես կընթանան իրադարձությունները, կկարողանա արդյոք Պուտինը գոլորշին բաց թողնել վերահսկվող սրացմամբ, թե կհասնի գործը քաոսի, մենք դեռ կտեսնենք։ Ռուսաստանում քաոսը անխուսափելի է իմ կարծիքով, հարցը միայն այն է, թե երբ կոնկրետ կսկսվի, կամ հիմա, կամ միգուցե մի փոքր ուշ, բայց այն որ դեստրուկտիվ պրոցեսները սկսվել են, արդեն ոչ ոք չի կարողանում դա թաքցնել։ Պարզապես հիշեցնեմ Ռուսաստանում մեզ լսողներին, որ մենք այս ամենը վաղուց կանխատեսել ենք։ Նրանցից ոմանք մեկնաբանություններում փորձում էին հակաճառել, բայց հիմա ոնց որ վերջին օրերին սսկվել են, որովհետև հասկանում են ճշտի դեմ խոսել հնարավոր չէ։ Եթե նույնիսկ փորձեն էլ, ոչ մի լավ բանի չեն հասնելու։ Ռուսաստանում իրադարձությունների տրամաբանությունը միշտ նույնն է։ Դարերը հաջորդում են միմյանց, իսկ ռուսական անիվը պտտվում է իր ձևով։ Այսպիսով բոլոր ազգային փոքրամասնությունները վտանգի տակ են, ոչ միայն ադրբեջանցիները։ Այս Մարգարիտա Սիմոնյանները, Գասպարյանները, Բաբայանները եւ նմանատիպ կերպարները կարող են նաեւ զայրույթ առաջացնել մեր հայրենակիցների, հայերի նկատմամբ։ Այնպես որ ժամանակն է ճիշտ եզրակացություններ անել, եթե կան մարդիկ, ովքեր դրանց վրա ազդեցություն ունեն, ժամանակն է իրենց կարգի բերելու, որ խոսքները չափեն։ Հիմա տեսնենք, թե Ալիևը ինչ խնդիր է լուծում։ Պուտինի հետ ամեն ինչ պարզ է, չէ՞։ Անհաջողությունը պատերազմում, կործանվող տնտեսություն, նրան կոնֆլիկտ է պետք, որի մեջ ինքը կփորձի ինչ-որ հարց լուծող երևալ։ Իսկ Ալիևը իր հերթին նմանատիպ հարցեր է լուծում, իր համար Ադրբեջանում եւ աշխարհում Ադրբեջանի քաշը բարձրացնելու փորձ է անում։ Նույնպես փորձում է չեզոքացնել կուտակված այն բացասական գործոնները, որոնք առկա են։ Այժմ Ռուսաստանի նկատմամբ իր սուր արձագանքով Ալիևը կրկին հերոսի տեսք ունի իր ժողովրդի համար, իսկ միջազգային հանրության համար նա նաեւ հանդես է գալիս որպես Պուտինին կոշտ արձագանքող։ Սա նոր իմիջ է, միգուցե նաեւ նպատակ ունի Թրամփին տպավորելու։ Ես չեմ կարծում, որ Ալիևը ունակ է իրական կոշտ դիմադրության, բայց նա կփորձի ստեղծել նման կերպար, ավելի ճիշտ արդեն փորձում է։ Ես տեսնում եմ միջազգային մամուլում վերնագրերը, սա Բաքվի կողմից մեդիա կամպանիա է, սա պարզապես լրատվություն չէ։ Սա նպատակ ունի օգնելու Ալիևին գոնե մասամբ դուրս գալ միջազգային մեկուսացումից, որտեղ նա հայտնվել է Արցախից հայերին հանելով, հայրենազրկելով, ճիշտ բառ ասենք։ Իդեպ Բաքուն ակտիվորեն օգտագործում է նաև ուկրաինական թեման Ռուսաստանի հետ հակամարտության ֆոնին։ Մեր երկրի նախագահի հետ հեռախոսազրույցը դա Բաքվի համար հաղթաթուղթ է։ Ցավոք այս ֆոնին մենք վճռական քայլեր չենք տեսնում Հայաստանից։ Եթե Երևանը չգործի, ոչ մի լավ բան չի լինի, որովհետև եթե Ադրբեջանը մի ուղղությամբ ամրանում է, հաստատ Հայաստանի շահերի հաշվին է դա անում։ Չափես ձերբազատվեք տղաներ այդ ռուսական կապանքներից, գոնե ռուսական ալիքները փակեք։ Դա հո կարող եք արագ անել։ Հիմա պահն է հնարավորինս Ռուսաստանից ազատվելու, եթե իշխանությունները իրոք ուզում են դա անել։ Ես օրինակ վստահ չեմ եւ երբեք իմ կարծիքը չեմ թաքցրել մեր լսարան
Թեհրանը լավ գիտի, այնպես որ տեսնել թե ինչպես է Ալիևը իրեն նոր դերում ներկայացնում աշխարհին, հիմա աշխարհին հետաքրքրող թեմաները այլ են եւ Բաքուն ունի հնարավորություն դուրս գալ իր փակուղուց, իսկ երբ նա դուրս եկավ փակուղուց, այնտեղ էլ արցախցիների իրավունքներ, Հայաստանի հանդեպ վերաբերմունք, այս ամեն ինչը գնալու է երկրորդական, երրորդական պլան։ Հայաստանի իշխանությունները պետք է սա հասկանան եւ կոնկրետ քայլեր ձեռնարկեն, իսկ այն մարդիկ, ովքեր նեղվում են Զելենսկու եւ Ալիևի խոսակցությունից, ես պետք է ասեմ, որ շատ իզուր եք դա անում։ Զելենսկին այդ շփումները ոչ հայերի, ոչ Հայաստանի, ոչ առավել եւս արցախահայերի հաշվին չի անում։ Ուկրաինան ունի իր շահերը, Զելենսկին այդ շահերը պաշտպանում է, դուք գիտեք, ես մեծ վստահություն ունեմ նախագահի հանդեպ եւ այս ամենը շատ հեշտ կարելի է ստուգել, պարզապես տեսնելով թե ով ինչի մասին է խոսել։ Իհարկե ռուսները կփորձեն վատ լույսի ներքո այս ամենը ներկայացնել, բայց հիմա մեկը լինի ռուսներին լավ լույսի ներքո ներկայացնի, այնպես որ ռուսների ասածներին եկեք ուշադրություն չդարձնենք եւ էմոցիաներին տուրք չտանք։ Ոչ ոք չի խանգարում Հայաստանին լինել լավ բարեկամ Ուկրաինայի հետ։ Մենք գիտենք ինչքան կուտակված խնդիրներ կան։ Սկսված այն պահից, երբ Սերժ Սարգսյանը Ղրիմի այսպես կոչված ռեֆերենդումի ֆոնին հերոսազրույցեր ունեցել Պուտինի հետ եւ իր եզրակացություններն էր արել։ Այս հարցերը դեռ բաց են։ Ես բազում անգամներ Հայաստանի դիվանագետներին ասել եմ, որ կան կուտակված հարցեր։ Եթե նոր իշխանությունները անցյալ իշխանությունների կարծիքը չի կիսում, ապա դրա մասին պետք է հստակ ասվի, որ Սերժ Սարգսյանի կարծիքը Փաշինյանը չի կիսում Ղրիմի մասով։ Ինչու չի ասվել մինչև հիմա։ Ով է խանգարում։ Մենք դարավոր հարաբերություններ ունենք։ Ադրբեջանը նման կապեր, նման պատմական մշակութային հիմք չունի ֆունդամենտ։ Մենք ունենք, բայց չենք օգտագործում, չէ՞։ Երբ որ ես ասում եի Ուկրաինայի դերի մասին, շատերին միգուցե Երևանում թվում էր, որ Կիևում եմ ապրում, դե պետք է գովեմ, բա ինչ պետք է անեմ։ Ես դա արել եմ իմ Հայաստանի համար, որովհետև տեսել եմ իրավիճակը։ Ուկրաինան մեծ երկիր է, ինքը իր հարցերը կլուծի, բազմիցս ասել եմ։ Մենք պետք է Հայաստանը իրեն հարիր դիրքին գալուն օգնենք։ Իսկ դա այսօր առանց Ուկրաինայի տարածաշրջանում հնարավոր չէ։ Եթե մարդիկ դա չեն հասկանում, չգիտեմ, իշխանությանը սպասարկող գիտական օղակները, սա պարզապես ժամանակի վատնում է։ Չի ուզենա այս թեմայով շատ խոսել, այսօր անալիտիկա ալիքում ունենք հարցազրույց Արմեն Չիբուխչյանի եւ Էդվարդ Անտինյանի հետ։ Հիմա ձեզ ռազմաճակատի լուրերը ներկայացնեմ, որպեսզի մեր եթերից դրական լիցքեր լինեն։ Մինչ մենք պատրաստում ենք մեր եթերը, տեսանյութ էր, որտեղ ձերբակալված ադրբեջանցիներից մեկին ազատ էին արձակել, բայց դժվար է ասել, որ հակամարտությունը հանդարտվում է։ Այսօր նաեւ Ադրբեջանի խորհրդարանն է քննարկել ռուսական լրատվամիջոցների մեդիա կամպանիան, դա բարձր չէ, հո իրենցը չէին քննարկի։ Մի խոսքով հակամարտությունը շարունակվում է, մենք կհետևենք զարգացումներին եւ ձեզ կտեղեկացնենք ամենակարևորի մասին, ավելի շատ տեղեկատվություն, ինչպես միշտ մեր Telegram-յան ալիքում։ Անցնենք գիշերային հրետակոծությանը, պետք է ասենք, որ դա Պուտինի բանակի փորձն էր ստեղծելու հակապատկեր այն ամենին, ինչ երեք արել էին ուկրաինական ուժերը ռուսական ռազմական օբյեկտների հետ, ովքեր տեղեկացված չէ, ասեմ, որ երեք ուկրաինական բանակը իրականացրեց լայնածավալ հարված ռուսական թիրախներին, սկսած Ղրիմից մինչև Իժևսկ, Ուդմուրտիա։ Մեր երեկվա եթերում ներկայացված են բոլոր մանրամասները, կարող եք վայելել։ Իսկ այս գիշեր ռուսական զինված ուժերը ուկրաինական տարածքում որոշեցին նույնպես այդպիսի մասսայական պատկեր ստեղծել։ Իմ մոտ տպավորություն է, որ իրենք պատկերի համար են պատերազմում, ճիշտ ասած։ 4 S-300 զենիթային հրթիռներով են հարվածել եւ 114 շահեդ տեսակի դրոն են օգտագործել։ Ուկրաինական ՀՕՊ-ը ոչնչացրել է 79 թշնամական դրոն, սակայն ցավոք ունենք 14 խոցումներ եւ խոցված դրոնների անկումը երկու կետերում նույնպես վնասներ են պատճառել։ Ռուս օկուպանտները վնասել են Դնեպրոպետրովսկի մարզի մասնավոր ձեռնարկություն եւ գյուղատնտեսական ձեռնարկություն, Խերսոնի մարզում վնասվել է քաղաքացիական հիվանդանոց, վիրավորվել է 8 մարդ, Խարկովի մարզում դրոնը ընկել է ֆերմերային ձեռնարկության տարածքում, Բարովսկոյե եւ Վալոշկը-Բալակլեյե գյուղերում։ Այս միջադեպի ժամանակ վիրավորվել է 3 մարդ, դժել են մի քանի պահեստներ, իսկ պահեստավորված ծղոտը այրվել է։ Խարկով քաղաքում դրոնի հարվածից հրդեհ է բռնկվել կիսաշենքում, նշենք, որ վնասվել են նաեւ ավտոստանցիան, բազմաբնակարան շենք, վարչական շենք եւ հանրային տրանսպորտի կանգառը, բայց զոհեր չկան ըստ ոստիկանության։ Նիկոպոլի
Մարիուպոլում Դնեպրոպետրովսկի մարզի առավոտյան հարձակման հետևանքով 4 հոգի ստացել են վնասվածքներ, բոլորը տեղափոխվել են հիվանդանոց։ Հետաքրքիր լուր ունենք հետախուզության կողմից ուկրաինական, ռուսական կողմի 2 ինժեներներից մեկը, ով պատասխանատու էր շահեդ դրոնների նոր անտենաների նախագծման համար, արդեն ողջ չէ։ Այս մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզության վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը։ Ես արդեն ձեզ տեղեկացրել եմ, որ ռուսները փորձում են կատարելագործել իրենց շահեդները։ Անդրադառնալով մյուս երկրորդ ինժեների ապագային վերաբերող հարցին, Բուդանովը ասել է, որ նա դեռ կենդանի է, սակայն ոչ երկար։ Մերոնք հերթական անգամ հերքել են ռուսական պրոպագանդան Դնեպրոպետրովսկի մարզ մտնելու առումով։ Ուկրաինայի գենշտաբը հերքել է ռուսական կողմի պնդումները Դաչնեի բնակավայրի գրավման մասին, դա Դնեպրոպետրովսկի մարզի առաջին իսկ սահմանամերձ բնակավայրն է։ Այս գյուղը շարունակում է մնալ Ուկրաինայի պաշտպանության ուժերի վերահսկողության տակ։ Ռուսաստանի քարոզչությունը նորից հրապարակել է տեղեկատվություն, սակայն դա իրականությանը ինչպես միշտ չի համապատասխանում։ Նշվում է, ուկրաինական գենշտաբը հայտնել է, որ մի քանի օր առաջ ռուսական բանակի փոքր հետախուզական խումբ ներթափանցել է Դաչնեի եւ հասցրել են լուսանկարվել ռուսական դրոշի ֆոնին, սակայն այդ խմբերի անդամներից մի քանիսը ոչնչացվել են հենց առաջին իսկ գրոհի ժամանակ։ Երկրորդ գրոհի ժամանակ Ուկրաինայի զինված ուժերը գերեվարել են մնացած 2 ռուս օկուպանտներին, այսպիսով հարձակվող կողմը չի կարողացել հաջողության հասնել եւ հաստատվել Դնեպրոպետրովսկի մարզի այդ գյուղում։ Ուկրաինայի պաշտպանության ուժերը այդ ուղղությամբ դիմակայում են հակառակորդին, նշել է ուկրաինական գենշտաբը։ Նշեցնեմ, որ նախորդին ռուսները նորից տարածել էին սոցցանցերում լուսանկար Դաչնեի գյուղի տարածքից, որտեղ օկուպանտները կանխում էին ռուսական դրոշներ։ Ռուսական այս դիվերսանտների խմբերին ես հումորով անվանում եմ ֆոտոզորքեր։ Դրանք վազում մուտք են գործում մի կետ մեկ լուսանկարի համար եւ հետո ուկրաինական զինուժը նրանց ոչնչացնում է։ Ստացվում է նրանք զոհվում են մեկ լուսանկարի կամ տեսանյութի համար։ Չնայած Ռուսաստանի բանակում առկա են շատ այդպիսի անհեթեթ երևույթներ, անցնենք ռազմաճակատի թվերին։ Վերջին 24 ժամվա ընթացքում ռազմաճակատում գրանցվել է 171 մարտական բախում 8 ուղղություններով։ Ուկրաինայի պաշտպանության ուժերի ավիացիան, հրթիռային զորքերը եւ հրետանին հարվածել են թշնամու անձնակազմի զենքի եւ ռազմական տեխնիկայի կենտրոնացման 11 շրջանների։ Ուկրաինական զորքերը 24 ժամվա ընթացքում ոչնչացրել են 1110 ռուս օկուպանտ եւ նրանց 209 միավոր զինտեխնիկան։ Ռուսական օկուպացիոն բանակի ընդհանուր մարտական կորուստները ըստ Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի փաստաթղթավորված գնահատականի կազմում են 1,22,090 օկուպանտ։ Նշեցնեմ, որ լավագույն տեսանյութերը մեր Telegram-յան ալիքում են, գրանցվեք եւ վայելեք։ Այսքանն էր այսօրվա եթերի համար նախատեսածս։ Շնորհակալություն, որ մեզ հետ եք։ Ձեր մեկնաբանությունները մեզ շատ են ոգևորում։ Խնդրում եմ չմոռանալ լայքել տեսանյութը, տարածել եւ ամենակարևորը ստուգել արդյոք բաժանորդագրված եք մեր նոր ալիքին թե ոչ։ Եթե դեռ բաժանորդագրված չեք, խնդրում եմ անպայման բաժանորդագրվեք, դա շատ կարևոր է։ Այսքանով ավարտեմ, ձեզ լավ երեկո եմ մաղթում։